Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Պատմությունը պարզապես անցյալի իրադարձությունների շարան չէ, այն մեր ինքնության կենսատու արմատն է, մեր այսօրվա մտածողության եւ վաղվա որոշումների հիմնաքարը։ Մենք թերթում ենք մեր տարեգրության էջերը ոչ թե լոկ հիշելու, այլ հասկանալու համար։ Դարերի խորքից հնչող պատգամը մեկն է՝ յուրացրու անցյալի դասերը, որպեսզի չկորցնես ապագատ։ Այսօր մենք կփորձենք վերլուծել հայ տպագրության ծնունդն ու զարգացումը, մի գործընթաց, որը դարձավ հայ ժողովրդի մշակութային ինքնապաշտպանության ամենահզոր զենքն այն դարերում, երբ մենք զրկված էինք պետականությունից։ Հայ տպագրության ծնունդը պետք է դիտարկել ոչ միայն որպես մշակութային իրադարձություն, այլ որպես մի հեղաշրջում, որը հայ մարդուն կանգնեցրեց արդիական քաղաքակրթության կողքին։ Այն միաժամանակ հայկական ներկայության այցեքարտ էր ամբողջ աշխարհում։ Իսկական անկախությունը սկսվում է մտքի եւ ոգուտ ազատությունից։ 19-րդ դարի կեսերին Յոհան Գուտենբերգի գյուտը հիմնովին փոխեց աշխարհի դեմքը։ Տպագրությունը դարձավ արդիականության առաջին տեխնոլոգիական շարժիչը։ Այդ ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը զրկված էր պետականությունից եւ բաժանված էր երկու կայսրությունների միջև, մեր ընտրությունը մեկն էր՝ կամ մնալ միջնադարյան մեկուսացման մեջ եւ զուլվել, կամ ընդունել տպագրության մարտահրավերը եւ մտնել նոր դարաշրջան։ 1512 թվականին Հակոբ Մեղապարտի ուրփաթագիրքը դարձավ մեր ուղետոմսը դեպի արդիականություն։ Ինչպես նշվեց, հայերեն առաջին տպագիր գիրքը ուրփաթագիրքը լույս տեսավ 1512 թվականին Վենետիկում, Հակոբ Մեղապարտի նախաձեռնությամբ։ Այս կարևոր մշակութային իրադարձությունը ոչ միայն նշանավորում էր հայ տպագրության սկիզբը, այլև հայ գրավոր մշակույթի նոր ավելի հասանելի տարածման փուլ։ 16-րդ դարի սկզբից մինչև 18-րդ դարի վերջը հայ տպագրությունն անցավ մի ուղի, որն իրավամբ կարելի է կոչել ոսկե շղթա։ Ձեռագիր մատյանները այլևս չէին բավարարում ժամանակի պահանջներին, եւ հայ միտք սկսեց իր հաղթարշավը՝ արդիականության աշխարհագրություն։ Հայ տպագրիչները գործում էին այնտեղ, որտեղ զարգում էր համաշխարհային առևտրի եւ գիտության սիրտը՝ Վենետիկ, Հռոմ, Ամստերդամ, Մարսել։ Հակոբ Մեղապարտը, Աբգար Թոխատեցի եւ Ոսկան Երևանցին ոչ թե պարզապես տպագրիչներ էին, այլ հայկական առաջին տեխնոկրատները, որոնք տիրապետում էին ժամանակի ամենապարտ տեխնոլոգիաներին։ Միջազգային առաջնահերթություն։ Հակոբ Մեղապարտի շնորհիվ հայերենը դարձավ երկրորդ մերձավորարևելյան լեզուն եբրայերենից հետո, որն ունեցավ իր տպագիր գիրքը։ Նրա 5 գրքերը՝ ուրփաթագիրքը, տաղարանը եւ մյուսները դրեցին հայ հրատարակչության հիմքը։ Աշխարհագրական թռիչք։ Աբգար Թոխատեցին եւ նրա որդի Սուլթան Շահը տպագրության արվեստը տարածեցին Վենետիկից մինչև Կոստանդնուպոլիս եւ Հռոմ։ Հայկական տառատեսակները դարձան Վատիկանի տպարանների զարդը։ Նոր ջուղայի հրաշքը։ 1638 թվականին Խաչատուր կեսարացին իրականացրեց անհնարինը։ Հեռավոր Պարսկաստանում առանց եվրոպացի վարպետների սեփական ձեռքերով պատրաստված հաստոցով նա հիմնեց առաջին հայկական տպարանը արևելքում։ Սա ինքնաբավության եւ կամքի բացառիկ դրսևորում էր։ Խաչատուր կեսարացու տպարանը ցույց տվեց, որ արդիականությունը կարելի է ներմուծել նույնիսկ հետամնաց միջավայր։ Առանց եվրոպական մասնագետների տեղում պատրաստված հաստոցն ու թուղթը վկայում են հայ մարդու արդյունաբերական տարաշրջանին պատրաստ լինելու մասին։ Ոսկանյան գագաթնագետը։ Ամստերդամում Ոսկան երևանցու ջանքերով 1668 թվականին լույս տեսած առաջին աստվածաշունչը դարձավ հայ տպագրության խոշորագույն նվաճումը, ապացուցելով, որ հայ գիրքը կարող է մրցել եվրոպական լավագույն նմուշների հետ։ Գիտական եւ աշխարհիկացման միտումներ։ Տպագրությունը բերեց բովանդակային փոփոխություն։ Հոգևոր գրքերի կողքին հայտնվեցին բառարաններ, քարտեզներ, օրինակ համատարած աշխարհացույցը, քերականության դասագրքեր եւ աշխարհի գրականություն։ Սա միջնադարյան աստվածակենտրոն մտածողությունից անցումն է դեպի մարդակենտրոն եւ գիտահեն արդիականություն։ Ինչ է սովորեցնում մեզ հայ տպագրական հեղաշրջման պատմությունը համաշխարհային արդիականության տեսանկյունից։ Առաջին դասը՝ մշակութային ինքնիշխանությունը որպես պետականության փոխարինող։ Այն դարերում, երբ մենք չունեինք դրոշ եւ զինանշան, մեր պետականությունը տպագիր գիրքն էր։ Հայ տպագրիչները հասկանում էին, առանց սեփական լեզվի եւ գրականության պահպանման,
ոչ մի քաղաքական ազատություն իմաստ չի ունենա։ Գիրքը դարձավ այն ոգեղեն հայրենիքը, որտեղ համախմբվեց ազգը։ Երկրորդ դասը՝ տեխնոլոգիական առաջընթացը որպես ազգային անվտանգություն։ 16-րդ դարի հայերը հասկացան, որ տպագրական հաստոցը նույնքան կարևոր է, որքան ամրոցի պատերը։ Արդիականության մեջ հաղթում է նա, ով տիրապետում է տեղեկատվության տարածման գործիքներին։ Այսօրվա տեսանկյունից դա մեզ հուշում է, որ գիտատեխնիկական առաջընթացից հետ մնալը հավասարազոր է ինքնասպանության։ Երրորդ դասը՝ լեզվի ստանդարտացում եւ ազգային հնագիտակցություն։ Տպագրությունը բերեց միասնական լեզվական նորմեր։ Եթե ձեռագրերում կային բարբառային տարբերություններ, ապա տպագիր գիրքը ձևավորեց միասնական մշակութային դաշտ, Ամստերդամից մինչև Նոր Ջուղա։ Սա է արդիական ազգի ձևավորման բանաձևը՝ մեկ լեզու, մեկ մշակույթ, մեկ տեղեկատվական տարածք։ Չորրորդ դասը՝ գիտելիքի հասանելիությունը որպես ազատության երաշխիք։ Տպագրական հեղաշրջումը ցույց տվեց, որ ազգը չի կարող ազատ լինել, եթե կրթությունը սակավաթիվ մարդկանց մենաշնորհն է։ Գիտելիքը լայն զանգվածներին հասնելով, հայ տպագրիչները հիմք դրեցին հայ ազգագրական պայքարի հաջորդ փուլերին, քանի որ միայն գիտակից մարդն է ձգտում ազատության։ Հինգերորդ դասը՝ մրցունակություն համաշխարհային շուկայում։ Հայ տպագրիչները մտան եվրոպական շուկա եւ դարձան մրցունակ։ Սա մեզ սովորեցնում է, որ ազգայինը պահպանելու լավագույն ձևը ոչ թե ինքնափոխվելն է, այլ համաշխարհային զարգացումներին համակայել ընթանալն ու լավագույն տեխնոլոգիաները յուրացնելը։ Ահա եւս մեկ ուսանելի դրվագ մեր հարուստ պատմական անցյալից։ Ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկն ասում է. անտեղյակությունը անցյալին խանգարում է ճիշտ հասկանալ ներկան։ Հետևաբար, մեր օրերում չսխալվելու համար պատմության դասերին հետևել անհրաժեշտություն է։ Հայ տպագրության դասերը մեզ ուղղորդում են դեպի գիտելիքի հզորացում, մեր մշակութային ժառանգության շուրջ համախմբում եւ այն գիտակցությանը, որ հայ տառը մեր ամենահուսալի ամրոցն է։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Մնացեք խաղաղությամբ։